բացի նրանից, որ սկսվում է բարձր տեխնոլոգիաներից, որը հիմա կիրառելու ենք եւ այս ընթացքում կբացատրեմ ինչն է տվյալ գործիքի առանձնահատկությունը, որը մենք նորություն չի, արդեն 10 տարուց ավել կիրառում ենք։ Ախտորոշումը սկսվում է պրոստատի ուռուցքային պրոցեսների ճիշտ կատարած բիոպսիայից։ Այսինքն կասկածը առաջանում է հետազոտման ժամանակ, պարզական ալգորիթմներ, որի մեջ մտնում է պրոստատ սպეციფիկ հակացին եւ այլն։ Դրա մասին չենք խոսում։ Հիմա կոնկրետ խոսում ենք, արդեն ունենք պացիենտ, որի մոտ կա պրոստատի ուռուցքային պրոցեսի ուրեմն կասկած եւ պետք է կատարենք բիոպսիա, այսինքն վերցնենք մանր կտորներ պրոստատի հետագա հետազոտման, պաթոհիստոլոգիական հետազոտման, որպեսզի կարողանանք ախտորոշել եւ վերջնական բուժումը կարողանանք տվյալ մարդու մոտ անցկացնել։ Okay. Բիոպսիան պրոստատի կատարվում է բազմաթիվ կլինիկաներում։ Այն սարքավորումը, որը մեր կլինիկայում է օգտագործվում, ունի այսպես կոչված ստեպեր գործիք, որով մենք կարողանում ենք ստեպ նշանակում է քայլ։ Միլիմետրը 1 փոխելով եւ միաժամանակ ապարատը թույլ է տալիս ուլտրաձայնային հետազոտությունը, այսպես կոչված on-line ռեժիմում կատարել միաժամանակ 2 կտրվածքով, որի ընթացքում մենք կարողանում ենք ճշգրտությամբ վերցնել պրոստատի ուռուցքի կտոր, այդ ճշգրտությունը կազմում է 0.1 մմ, այսինքն շեղվելու հնարավորություն չկա։ Ապարատի միջոցով, ասեք, մենք ունենք ստանդարտ ռիշոտկա, այսինքն որը բաժանում է ոնց որ շախմատի դաշտը, A1, A2, B6 եւ այլն։ Հիմա ոնց որ տեսնում եք, այն ինչ որ ես այստեղ ունեմ, հա? Ասեղը անցկացնելու պարագային դուք հիմա տեսնելու եք նույն ձևից այս նույն սանդղակը, ինչ որ ես ունեի այստեղ, նույն ձևի պատկերվում է էկրանի վրա։ Այսինքն հավանականությունը, որ ես ինչ որ մի ուրիշ տեղ կմտնեմ, բացարձակապես անհնար է։ Այսինքն, օրինակ հիմա մենք ուզում ենք մտնենք ամենակասկածելի ստվերի մեջ, որ մենք տեսնում ենք, պրոստատի կոնկրետ այս դեպքում էխո դրական, լավ, այսպես ասեմ, որ հասկանալ լինի սպիտակ, հա? Էխո դրական, ու դուք տեսաք ինչպես ինքը վերցրեց, ասենք, կտորը, լավ? Նույն րոպեին մենք կարող ենք կատարել միայն ուլտրաձայնային, այո, ուլտրաձայնային հետազոտությունը։ Եվ ասեմ, առանձնահատկությունը այս սարքի նաև կայանում է նրանում, որ սրանով նույն ձևի սարքը ունի իր մեջ ծրագիր, որը նաև աշխատում է այսպես կոչված բրախիթերապիայի ծրագրով, այսինքն այս նույն զոնաները, որտեղից մենք վերցնում ենք եւ հետագայում եթե ախտորոշում ենք ուռուցքային պրոցես, հնարավորություն ունենք նույն ստերեոտոքսիկ մեթոդով տեղադրելու հատուկ ցորենիկներ, որոնք պարունակում են իրենց մեջ ռադիոակտիվ նյութ։ Դա է բրախիթերապիան, այսինքն երբ որ ճառագայթային բուժումը կատարվում է ներօրգանային, տեղադրվում են այդ նույն ցորենիկները պրոստատի տարբեր հատվածներում, դրանով ոչնչացնելով ուռուցքային պրոցեսը։ Իհարկե չի կարելի ընդունել բրախիթերապիան իբրև պանացեա, ուրեմն տեսեք, սարքի հնարավորությունները տալիս են մեզ ինչ, վերցնում ենք կտորները, արդեն ապարատը մեզ հուշում է, առավել այն զոնաներից պրոստատի, որտեղ որ ակնկալում ենք, որ կլինեն ուռուցքի ամենաչարորակ հատվածները, այդ դա այդ հնարավորությունը ապարատը ունի։ Քանի հատ վերցրինք, 8, օքեյ։ Որպես կանոն կատարում ենք այսպես կոչված սերոտոքսիկ բիոպսիան, կատարվում է 6-6 կտոր եվրոպական ստանդարտներով, բայց նույն եվրոպական պրոտոկոլը մեզ իրավունք է տալիս վերցնել ավելի կասկածյալ հատվածներից
գոնե 1-2 կտոր ավելին։ Այսինքն եկեք հասկանանք հետևյալը, անշուշտ եթե ես վերցնեմ ոչ թե ընդհանուր 12 կտոր, օրինակ 40 կտոր, ախտորոշումը պարզ է, որ կլինի ավելի հավաստի, բայց պետք է հասկանանք նաև, որ ախտորոշման process-ը պետք է հնարավորինս քիչ տրավմատիկ լինի։ Դրա համար ամեն մի կտոր ավել վերցրածի պարագային, պարզավ, որ մենք պրոստատը տեղում ամեն մի ասեղնային ծակի ժամանակ փոքրիկ վնաս ենք հասցնում, որը անշուշտ, ասենց ասեմ, մենք տարեկան կատարում ենք նվազագույնը 50-ից մինչև 70 նոր բիոպսիաներ պրոստատի, որովհետև բարդություն չենք ունեցել, խնդիրը դրանում չի, սակայն կարող է ցանկացած դեպքը լինել առաջինը, այսինքն քիրուրգիայի սկզբունքներ կան, նրանք սկզբունքը կայանում է նրանում, որ չկա փոքր վիրահատություն կամ վիրահատություն ցածր ռիսկով։ Մենք աշխատում ենք այն դեպքերը, երբ որ մեզ համար ախտորոշումը ոչ մի կասկած չի հարուցում, օրինակ կոնկրետ այս պացիենտի մոտ պրոստատի սպეციფიկ հակածինը մոտավորապես 300 է, այսինքն ստեղ այնչափ տարածված process է, որ կասկած չի հարուցում ոչ մատնային քննությունը, ոչ էխոսկոպիկ հետազոտությունը, ուղղակի կատարելով այսպես կոչված դե յուրե պարտավոր ենք ավարտել մեր գործողությունը։ Լինում են դեպքեր, որ պացիենտների մոտ, այդ կատեգորիայի մոտ, մենք միաժամանակ կատարում ենք նաև այսպես կոչված սիմուլտանտ վիրահատություններ, գործողություններ, որոնք կատարվում են նույն օրը, նույն ժամին։ Դրանով փորձում ենք հնարավորինս նվազեցնել ընդհանուր նյութական ծախսերը պացիենտների։ Ես շատ կարևոր էի, որովհետև կարծում եմ, սա մեծ նշանակություն ունի կոնկրետ մեր Հայաստանի պայմաններում։ Ընդհանրապես տևեց մեզ մոտ 5-10 րոպե, 1 երկրորդը։ Վաղուց վիրահատական այս միջամտությունը փոքրիկ, որ կոչում ենք բիոպսիա, մեզ մոտ կատարվում է միայն ցավազրկման ներքո։ Ես կտրուկ դեմ եմ եղել միշտ, որպեսզի կատարվի այս գործողությունը տեղային ցավազրկման տակ, մի շարք պատճառներով։ Նախ առաջինը մեզ համար շատ կարևոր է հիվանդի կոմֆորտը, որպեսզի հիվանդը ցավ չունենա, 1, երկրորդը հիվանդը պետք է լինի անշարժ։ Եկեք հասկանանք, որ միշտ չի, որ այս չափսի մեծ ուռուցքներ են լինում։ Լինում են դեպքեր, երբ որ փոքր ուռուցքների ժամանակ մեզ անգամ 1-2 մմ շեղումը կարող է ախտորոշման մեջ ինչ-որ սխալների բերի։ Հետևաբար մեզ պետքա, որ հիվանդը լինի կոմֆորտի մեջ անշարժ, մենք էլ լինենք հանգիստ եւ կտորները, որ վերցնում ենք եւ մեր որոշումները տեղի ունենան հանգիստ պայմաններում, այլ ոչ թե հիվանդը հասկացանք։ Այսինքն ես կարծում եմ, որ տղամարդուն, երբ որ պատկացնում եք այն պոզայում, որը կոչվում է լիտոտոմիկ, դա արդեն իր համար դիսկոմֆորտ է 1։ Երկրորդը տեսնում եք, որ այս զոնդը, էխոսկոպիկ զոնդը, ինքը բավականին մեծ է չափսերով, այսինքն հետանցքից անցկացնելու պարագային պարզա որ առաջացնում է տհաճ ինչ-որ զգացողություններ։ Հետևաբար այդ ամենը չունենալու պատճառով ոնց որ տեսնում եք, մենք կատարում ենք դա միայն ընդհանուր ցավազրկման ներքո, որից հետո հիվանդը ամենաուշը մոտակա 1-2 ժամ կպահենք մեզ մոտ եւ ինքը դրանից հետո կոնկրետ Երևանի բնակիչ չի, բայց 6 ժամից հետո ինքը կարող է գնալ այն բնակավայրը, որտեղից եկել է, որովհետեւ խնդիր չունենք։ Ասենք բիոպսիայից հետո վիրահատություն կատարվում է, թե պիտի հիվանդը դա արդեն կախված կլինի ստացած պատասխաններից։ Այսինքն հիմա ես չի ուզենա այդքան, ասենց ասեմ, դասախոսության անցնել եւ ասել ինչ տեսակներ ունեն պրոստատի քաղցկեղը, այսինքն պետք է հասկանանք հետեւյալը, ձեր հարցի պատասխանը։ Ցանկացած ուռուցք բուժվում է համալիր, այսինքն կա այդ համալիր գաղափարի մեջ տարբեր էտապներ, փուլեր։ Լինում են վիճակներ, երբ որ մենք նախավիրահատական շրջանում նշանակում ենք դեղորայքային բուժում, հետո անցնում ենք վիրահատության, դրանից հետո կամ շարունակում ենք դեղորայքային բուժումը, նաև որոշակի ուռուցքներ կան այսօր, որ ախտորոշելուց հետո անգամ կարող է մեծ պրոտոկոլը իրավունք է տալիս ընդամենը սահմանեն խիստ հսկողություն, այսինքն պարտադիր չի ցանկացած ուռուցքին, այսինքն միանվագ վիրահատական միջամտություններ կատարել։ Ոչ, կան որոշակի, բայց դա արդեն կոնկրետ դեպքում ելնելով հիվանդի վիճակից եւ ստացած պատասխանից տեղի ունենում մեր վերջնական որոշումը։